Արարատի բաժնի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Ռաֆու փողոցի բնակիչ 34-ամյա երիտասարդը, որը մեքենայով գտնվում էր Բանավանում, իր մոտ եւ մեքենայում պահում եւ օգտագործում է թմրանյութ։ Մարտի 5-ին ժամը 20:50-ին Բանավանից ցեմենտի գործարան տանող ճանապարհին համայնքային ոստիկանները ձերբակալեցին եւ Hyundai Մակնիշի մեքենայով հանդերձ բաժին տեղափոխեցին 34-ամյա երևանցուն։ Պարզվեց, որ պահելուց եւ օգտագործելուց բացի երիտասարդը նաեւ իրացնում է թմրանյութ։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կտորե 2 տոպրակ, որոնցից մեկը 40 կարմիր, մյուսը 24 կապույտ կպչուն ժապավենի փաթեթներով։ Սրանց մեջ եղած դեղնականաչավուն զանգվածի ընդհանուր քաշը մոտ 114 գրամ էր։ Հայտնաբերվեցին նաև նույն զանգվածով թղթե փաթեթ եւ մոխրացած հետքերով կաթուցիչ։ Երիտասարդը հայտնեց, որ մարիխուանան ձեռք է բերել Telegram հավելվածի միջոցով դրանք տարբեր վայրերում տեղադրելու եւ գումար վաստակելու նպատակով, իսկ թղթե փաթեթն ու կաթուցիչն իրենն են։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ երիտասարդը ներկայացվել է ՎԴԻ քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի հատկանիշներով։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։